Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 15-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Հիմա նայենք Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացումները, որտեղ դրանով պայմանավորված է նոր աշխարհակարգը։ Շատ դեպքերում մի հատ դա էլ ասեմ ու անցնենք, հիմա երբ որ արդեն Դոնալդ Տրամպը եւ Վլադիմիր Պուտինը նորմալ գործընկերություն են ցանկանում հաստատել, այսինքն հինը վերականգնել, մեր մոտ մի հատ sense ալիք անցել, տեսակ վերջ, այս արևմտյան արժեքների մասին խոսողները էլ ինչ իմաստ ունի, որ այդ մասին խոսեն, արդեն տեսակ ինչա կատարում, այս էլ ձեր Տրամփն ու Պուտինը արդեն մոտեցել են, ինչերից եք խոսում, ժողովուրդ ջան, հանգստացեք, հաղթել եք դուք, վայելեք ձեր հաղթանակը, ինչ եք հուզվել։ Այսինքն այն ինչի մասին, որ մենք խոսել ենք 2004 թվականից, ինչի եմ հատուկ շեշտում 2004-ը, որտեղ իրական քայլերը հնարավորությունն առաջացել է, երբ որ Վրաստանը վարդերի հեղափոխություն արեց եւ մեզ համար ճանապարհ բացեց։ Այսինքն այն տեսական մտավարժանքից, որ կարող էինք իրական քայլ տեսնել, որ այս ուղղությամբ քայլ պետք է անել եւ գնալ, եւ այս 20 տարուց ավել հետևողական մտածել ենք, որ հայ ժողովրդի ճանապարհը դա է, որ Եվրամիությունը գա հասնի մեզ։ Հիմա ենթադրենք այսօր իրավիճակը փոխվի։ Որոշ դեռ սկի նոր աշխարհակարգը չկա, դեռ Տրամփին չի հաջողվել դա անել, դեռ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել, դեռ ինքը չի կարողացել միջանկյալ ընտրություններում հաղթանակ տանի 2026 թվականի, որ ամրապնդի իր իշխանությունը, դեռ այն ինչ որ հիմա ասում է, դեռ չի շարունակությունը չի երևում, ինչը կկարողանա անի կամ ինչից կհրաժարվի, ինչից է հուզվել։ Բա որ եթե բոլորը հիմա էլ թռնեն գնան Ռուսաստանի գիրկը, բա վաղը մյուս օրը որ իրավիճակ փոխվի, մարդիկ չլինեն, որոնք ասենք ինստիտուցիոնալ ձևով, գաղափարական ձևով այդ արժեքի կրողը լինեն։ Ոչ թե մեր մոտ տենց լներ, վայ սրան մերժենք, ասնենք նրան մերժենք, մենք շտապում ենք, մենք ժամանակ չունենք, շուտ, որից հետո մեկը գա 10 տարի նստի, կյանքներս ուտի, հետո մեկը գա նրան փոխի նայել կյանքներս ուտի, որովհետև գաղափարական ու համակարգային ոչինչ չկա։ Այն որ Հայաստանը քայլեր էր անում դեպի Եվրոպա, ռուսամետները Հայաստանը վերացել էին, կամ անցել էին արևմուտքի կողմը, շարունակել էին իրենց քաղաքականությունը տանել, էլի շարունակեք, ով է ձեզ խանգարում, կամ ով է ձեզ խանգարել, ինչի եք տենց ձեզ կոտորում։ Եվ ի վերջո, երբ որ շատերն ասում են, այ դուք տեսեք Ամերիկայում ինչա կատարվում, դուք չգիտեք, ասենք իրական վիճակը, չէ, ժողովուրդ ջան, այդ դուք չգիտեք, այն Ամերիկան, որը մեզ եք ներկայացրել։ Տարիների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհին ներկայացել է որպես ամենաժողովրդավարական երկիր, որը ունի հակակշիռների մեխանիզմ, որը ունի ուժեղ նախագահական համակարգ, ուժեղ կոնգրես, ուժեղ դատական համակարգ, ուժեղ մեդիա, այս ամեն ինչով ա եղել, այս հակակշիռները, փոխզսպումները, այս համակարգային բաները, որ մենք դրել ենք, ասել ենք, հարգելիներս, հիմա նայեք, մենք ինչ ունենք համեմատության համար Հայաստան, ահա ձեզ Ամերիկա, ՆԱՏՕ, Եվրամիություն, ահա Ռուսաստան, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ։ Եվ ամեն օր մենք խոսել ենք դրա մասին, ամեն օր խոսել ենք, որ հիմնադիր նախագահները Ամերիկայում սա են արել, այսպես է ստեղծել, այս պետությունը սենց է ստեղծվել, արժեքային այսպիսի համակարգեր է ստեղծվել։ Այսինքն այն ինչը որ իրականում դուք ասում եք, դե մենք առավոտից իրիկ ու Ամերիկայում տանջում չարչարում, մենք գիտենք ինչա կատարում։ Հայս համաձայն եմ, բայց այն ինչը որ դուք արժեքները տվել եք, մենք դա ենք ուզում, որ ուշ թե շուտ Ամերիկան վերադառնալու է դրան։ Ես դա մի հատ օրինակ բերեմ, որ պատկերացնեք, Հայաստանում մի հատ դեսպան կար ուրիշ երկրի, կոնկրետ չեմ ասում, չքաղաքականացնեն, էլի, ինքը հայերեն որ խոսում է, տենց հայերեն Հայաստանում չեմ տեսել որևէ մեկը տենց ոսկեղենիկ հայերենով խոսի։ Ինչ օգտագործի, էլ երով, էլ չգիտես ինչ, բոլոր բառերը գրական, բոլոր բառերը գրքային, նորմալ իմաստներով, ամեն ինչով, սենց նայում ես, անհարմար ես զգում, որ սենց հայերեն գոյություն ունի, եւ որովհետեւ այդ մարդը գրքով է սովորել, չէ։ Այսինքն ես ուզում եմ ասեմ այդ օրինակը ինչի բերեցի։ Այն ինչի մասին որ մենք խոսում ենք, մենք այդ ենք հակադրել։ Առավոտից երեկո դա ենք հակադրել այն ռուսական թևին, որը ներկայացված է։ Շարունակելու ենք դա անենք։ Պարտվենք, հաղթենք,
ինչ լինի, մենք այդ հաջողությունը չտեսնենք, թող մեր մյուս սերունդը տեսնի, բայց այդ գաղափարական սերունդը, որոնք որ պատկերացնում են Հայաստանի ապագան, ոչ թե իրավիճակային, այսօր Ռուսաստանն է, մյուս օրը Թուրքիան է, մյուս օրը Ադրբեջանն է, այլ պարզապես մտածեն, որտեղ կուզենա ըլնի մեր երկիրը ինչ քաղաքակրթական միջավայրում կցանկանա լինի, համակեցության ինչ կանոններով լինի, ու դրա համար ակնհայտ է, որ մեր պահանջները Ամերիկայից այն է, ինչ որ իրանք մեզ են ներկայացրել, մենք ասում ենք տեր եղեք ձեր արժեքներին, որը մեզ ասել եք, այսօր Տրամփն է, վաղը մյուս օրը մի ուրիշը կլինի, պետք չի տենց իրավիճակային հիմա էլ թռչկոտել մյուս կողմերի վրա, եւ վայելեք ձեր հաղթանակը, ով է ձեզ խանգարել, մեր տեղը մի հուզվի, հա, մենք մեր արժանապատիվ պարտությունով կպարտվենք, մի խառնվեք իրար, չենք պատրաստվում, ասենք, քանի որ Տրամփը Պուտինին գործընկեր է համարում, ուրեմն ինչ որ ասել ենք Պուտինի հանդեպ սխալ է, չէ, ժողովուրդ ջան, շարունակելու ենք ասել, հա, հանգիստ եղեք։ Հիմա նայենք BBC-ն հաղորդում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին հարցրել են, թե ինչու է նա ասել, որ կարող է լուծել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը 24 ժամում։ Դե ես այդ ժամանակ փոքրիչ հենգրանքով էի խոսում, հանգիստ պատասխանել է Տրամփը։ Այդ հեգնանքով տենց մի քանի միլիոն ձայն ստացակ, հա? Այդ ձայներն էլ էր հեգնանքով, որոնց որ ասում են Ուկրաինան եկել է, մեզ թալանել է, մեր զենքերը պահեստից տարել է, պահեստները դատարկվել է, մեր փողերն եկել տարել է բյուջեից եւ այլ, տեսեք ինչ անում, գալու ենք պատերազմը դադարեցնելու ենք, վերջապես վերականգնենք ձեր փողերը, այս ամեն ինչի մասին, չէր խոսքը։ Բա մարդիկ դրան հավատացել են, ձայն են տվել, բա ասում էին, որ դա անհնարին է, չէինք հավատում, որ ամերիկացին դրան կհավատա, որ այդպես պարզունակ ձևով հնարավոր է դա անել ու կգնա ձայն կտա, ու դա անհնարին էր այդ պատերազմը կանգնացնել, լավ է նրանք ովքեր իմ խոսքին հետևում, ասեմ չեմ կարող պատկերացնել, ոնց է հնարավոր այս ձևով մարդուն խաբել, ոնց է հնարավոր ասել պատերազմը դադարեցնելու ենք։ Ու մի օրում դադարեցնել, դե հիմա պարզմա կատակ էր արել, ժողովուրդ ջան, ուրեմն փաստորեն կատակի շնորհիվ ընտրված իշխանություն ունեք, դե ինչ ասեմ։ The New York Times-ը գրում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հրաման է ստորագրել, որով պիտի կրճատվի ԱՄՆ 7 պետական գործակալությունների ֆինանսավորումը, այդ թվում գլոբալ մեդիային է, որի մեջ են մտնում Ամերիկայի ձայնը, Ազատ Եվրոպա, Ազատություն եւ այլն։ Միևնույն ժամանակ սակայն նշում է, որ ԱՄՆ-ի գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը կոնգրեսի կողմից հաստատված է որպես անկախ գործակալություն, եւ կոնգրեսը 2020 թվականին օրենք է ընդունել, որը սահմանափակում է գործակալության նախագահի կողմից նշանակված գործադիր տնօրենների լիազորությունները։ ԱՄՆ-ի գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունն ունի մոտ $270 միլիոն բյուջե եւ ավելի քան 2000 աշխատակից, հեռարձակում է 49 լեզվով եւ ունի շաբաթական շուրջ 361 միլիոն լսարան։ Հիմա հարցը սա է։ Լավ, Դոնալդ Տրամփը հրամանագիր է ստորագրում եւ 7 գործակալություններ լուծարելու հետ կապված որոշում է կայացնում, բայց տեղակնհայտորեն երևում է, որ կոնգրեսի համաձայնությամբ դա տեղի ունեցել, ինչա ինքը այդ մասին չգիտի կամ իրավաբաններն իրան չեն ասել։ Լավ, հունվարի 20-ից ինքը արդեն պաշտոնը ստանձնել է եւ հանգիստ կարող է կոնգրեսում էլ մեծամասնություն ունի, երկու պալատներում է, որևէ խնդիր չկար, որ ինքը դիմեր եւ սա անցկացներ։ Համենայն դեպս եթե չանցներ, մեղքը գցեր դեմոկրատների վրա, ասեր որ տեսակ դուք խանգարեցիք ինչ որ բանով, որ սա չեղավ։ Ինչու են մեր հարկատուների փողերով պահում սրանց, պետք է կոպեկ վերադարձնենք ձեր փողերը տանք ձեզ։ Բայց ինչու է ինքը դա անում հաստատ իմանալով, որ կարող է դատական կարգով վիճարկեն սա եւ կասեցնել այդ որոշումը։ Հատուկ արվում, ժողովուրդ ջան, հատուկ արվում է նրա համար, որ ասի տեսեք ժողովուրդ, ձեզ թալանել են, այս դատարաններն էլ ուզում են, որ ձեր փողերը ծախսվի, իսկ ես ուզում եմ ձեր փողերը հետ բերեմ։ Ինչու, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների դատական համակարգի վրա ստվեր գցի, որ ասի Ամերիկայի Միացյալ Նահանգների դատական համակարգը հատուկ նպատակ ունի ձեզ թալանել են արդարացնի։ Եթե դու ուզում ես պայքարես, որ այդ գումարները չտան, քանի մեծամասնություն ունես, մտի կոնգրեսով արա այդ հարցը։ Ինչու՞ մա պրոբլեմը։
Չէ, հատուկ պետք է հրամանագիր ստորագրել, 2 ամսվա ընթացքում կարելի էր կոնգրես մտնել, ինչ-որ գործընթաց սկսել և մեղավոր ման գալ, թե ինչու չեն անում, այդ դա է պատճառը, որ հիմա էլ այս ժողովրդի փողերը չի վերականգնվում, բայց հատուկ նպատակային ցույց տալ, որ դատական համակարգը լցվել է ժողովրդին թալանելու, դա ինձ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, դրա համար մեկ ասում եմ, երևի Նիկոլ Փաշինյանի քերթվածքները որևէ մեկը տվել է Դոնալդ Տրամպին, որ ասում էր գնացեք դատարանները արգելափակեք, դռները փակեք եւ այլ, մարդիկ էլ չսիրելով այդ դատավորներին, որովհետեւ ասել էր, որ այդ դատավորները նախկիններից են եւ այլ, ասում են լավ է, ոչինչ, թող գնան, արգելափակեն, մենք չենք սիրում այդ դատավորներին, բայց այդ դատավորներին, որ չէիք սիրում, բայց խրախուսեցիք, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի անօրինականություն արվի, արդյունքում մենք ինչ շահեցինք, հիմա մենք ունենք նորմալ դատական համակարգ, թե կամակատարների համակարգ ունենք Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Ինչ շահեցինք մենք դրանից, որ հասարակությանը տրամադրեցին դատավորների դեմ։ Այնա տեսանք արդյունքում ինչը։ Այսինքն սա մեր գլխով անցել է, մենք սա հրաշալի գիտենք։ Եթե հարցը իսկապես նպատակն է արդյունավետ ձևով կրճատել ծախսերը, դրան էլ ձև կա, բայց հաստատ գիտես, որ հենց դա ստորագրես մերժելու են։ Հաստատ անում ես։ Իսկ դրա արդյունքում դա է ասում, մենք ենք տուժում, որ մտածում ենք, որ այն օրինակը, որ մենք ունեինք, դատական համակարգի նկատմամբ վերաբերմունք մյուս իշխանության թևերի տարանջատման, հիմա այսօր մենք ինչ օրինակ բերենք, ասենք տեսնում եք Պուտինն ինչ լավ համակարգ ունի, որովհետև Տրամպը իրանից գոհա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց երկու կողմերի զիջումների։ Բանակցությունները պատերազմի ավարտի միակ միջոցն են, սակայն ցանկացած բանակցություն լինի բիզնես, առևտուր, թե քաղաքական ենթադրում է, որ կողմերն ինչ-որ բանից պետք է հրաժարվեն եւ գնան զիջումների։ Պատերազմը ռազմական լուծում չունի, քանի որ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան չեն կարող հասնել իրենց մաքսիմալիստական ռազմական նպատակներին, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Այն որ կարելի է փոխզիջումների գնալ պատերազմը դադարեցնելով նորմալ է, եթե Ուկրաինան համաձայնա, մենք ինչ խնդիր ունենք։ Բայց ինչ է նշանակում մաքսիմալիստական ռազմական նպատակ Ուկրաինայի տեսանկյունից։ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, Ուկրաինայը պաշտպանում է իր տունը, իր երկիրը, իր ինքնիշխանությունը, իսկ տարածքային ամբողջականությունը, որը ամրագրված է բազմաթիվ փաստաթղթերով, այդ թվում Ռուսաստանի հետ կնքած, այդ թվում միջազգային, այդ թվում քառակում, որի երաշխավորը Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան էին։ Ինչի դա մաքսիմալիստական է, որ մեկի տուն ես մտել, ասում են տնից դուրս արի։ Հենց մենք դա համարում ենք մաքսիմալիստական, դրանով խրախուսում ենք բոլոր ագրեսորներին։ Վաղը ով որ մտնի մի բան վերցնի, ասես դուրս արի տնից, համարվելու է մաքսիմալիստական։ Այսինքն եթե խնդիրը չեք կարողանում լուծել կամ չեք ցանկանում լուծել, որովհետև ձեր գործընկեր Ռուսաստանին եք ճանաչում, պետք չէ մեղադրել նրան, որ իր տունը պաշտպանում։ Սրանով տանում եք ամբողջ աշխարհը տանում եք բախման, որովհետև ամեն մեկը մտածում է, ինչ որ վերցրեցի իմն է, արդարացված է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ գործընկերությամբ։ Որ ում է դիմելու մարդը արդարություն պահանջի, ասի ժողովուրդ ջան, ես ինչ է կատարում, ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն ենք, հարևանը վերակացել մտել է մեր տարածք։ Իրաքն էլ մտավ, Սադամ Հուսեյնն էլ մտավ Քուվեյթ։ ՄԱԿ-ը որոշում կայացրեց, Միացյալ Նահանգները կոալիցիոն ուժեր կազմեց, գնաց դուրս շպրտեց, չէ։ Բա համարել ենք նորմալ է, բա ինչ էինք ուզում լինի որ։ Բա ագրեսորը մտել է Իրանից թույլի տարածք։ Չենք մտածել երկուսն էլ արաբական պետություններ են, թող հարցը արաբական պետությունների լիգան որոշի։ Հասկացել ենք, որ դա պետք է որոշի ամենաուժեղը միջազգային ոստիկանը։ Հիմա այսօր պարզվում է միջազգային ոստիկանը ագրեսորի կողմից է։ Սա է, որ սենց երկար չի շարունակվելու։ Սա միտեղ ընթացվելու է, եւ որի պարագայում մեր հասարակությունը պատրաստ լինի այդ հավանական փոփոխությանը։ Եթե այս փոփոխությունը պետք է լինի համիջեւի մեր Ռուսաստանի ազդեցության տակ էինք, էլի։ Մենք ուղղակի ուզում ենք մի շանհալի տակից դուրս գանք։ Ենթադրենք Ռուսաստանի ազդեցությունը շարունակվեց։ Վաղը իրավիճակ որ փոխվեց, այս հասարակությունը նայի տեսնի ասի ժողովուրդ, բա մեկը չկա, որ հիմա ասեք, որ մեր համար այնուամենայնիվ ճիշտ է դա էր։ Իսկ հիմա նայենք մեր տարածաշրջանը, մեն ինչ որ կատարվում է։ Իսրայելական թե Երուսալեմ post պարբերականը գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի հատուկ բանագնաց Սթիվ
Մոսկվա կատարած այցից հետո վայրեջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում, ինչը թվում է լավ համակարգված դիվանագիտական քայլ է Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ։ Իսկ սա Իսրայելից է փաստորեն պարբերականը նշում կատարում։ Իսրայել-ադրբեջանական հարաբերություններում ներգրավված աղբյուրները նշում են, որ այցի համակարգումը հատկապես ինտենսիվ է դարձել մարտի 5-ից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Կնեսետում շեշտեց իր հավատարմությունը երկրների միջև եռակողմ գործընկերությանը։ Միևնույն ժամանակ ավագ ռաբինների նամակը նախագահ Տրամփին, որը կոչ էր անում ընդլայնել Աբրահամի համաձայնությունները եւ ամրապնդել Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքը, զգալի արձագանք է առաջացրել քաղաքական եւ դիվանագիտական միջանցքներում։ Նամակն ուղղակիորեն ազդել է Բաքու այցի նախապատրաստման վրա։ Դիվանագիտական հանրությունն ուշադրությամբ հետևում է Բաքվի իրադարձություններին, սպասելով տեսնելու, թե ինչպես կզարգանան երկրների միջև եռակողմ հարաբերությունները եւ արդյոք Ադրբեջանն իսկապես կկատարի իրենից ակնկալվող կենտրոնական միջնորդ դերը։ Հիմա ուշադրություն դարձնենք սրան։ Այո, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Ադրբեջանը հարաբերությունները ռազմավարական դաշնակցային հարաբերությունների են բերում, դրա նույնիսկ չի կոմպենսացնելու մեր ռազմավարական գործընկերության արձանագրությունը, որը մենք ունեինք, այդ կանոնադրությունը բացարձակ համարժեք չի այսպիսի որակով իրանց գործընկերությանը, բացարձակ սրան չես էլ կարող կոմպենսացնել Պուտինի հետ կամ Ռուսաստանի հետ Փաշինյանի սիրախաղերը, այս նոր բնույթի, որ հիմա արդեն սկսել են ժեստեր անել, զանգի զեկուցի թե Ադրբեջանի հետ ինչ ենք պայմանավորվել, մեկ էլ խոստանա, որ անպայման մայիսի 9-ին կգա։ Բացարձակ հնարավոր չի։ Մենք հիմա իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր իշխանությունները պետքա փորձեն նորմալ աշխատել, կապ չունի ով է իշխանության, ով իշխանությունն է նրա հետ, բայց մենք այդ պահը sense թե նենց բաց ենք թողում, շատ ենք խոսել այդ մասին։ Մենք բաց ենք թողում, որտեղ նպատակային ձևով այս ուղղությամբ քայլեր են անում։ Բայց ուշադրություն դարձրեք, այս ամեն ինչի մասին ինչ որ ասում է, Ադրբեջանը չի շտապում ցույց տա, տեսակ ինչ արինք, Ամերիկայի հետ հարցերը լուծեցինք, որտեղ ինքը չի շտապում, ինքը դեռ ցանկանում է խաղեր տա Իրանի հետ։ Այսինքն այնպես չի, որ ինքը արդեն Իրանի վրա խաչակաշել, դարձել է Ամերիկայի դաշնակիցը։ Ինքը ուզում է բազարի տեղ թողի Ամերիկայի հետ, նաև Իրանի հետ։ Ամերիկայի հետ այդ բերձեցումը Իրանի վրա թանկ վաճառի կամ Իրանի հետ իր նորմալ հարաբերությունները Ամերիկայի վրա թանկ վաճառի։ Մի բան, որ մենք այսօրվա դրությամբ մի կողմ քաշված սպասում ենք տենանք ինչ ալնում եւ այն ժեստերը, որը արվում է Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, բացարձակ իրավիճակին համահունչ չի, որտեղ հիմա դուք տեսնում եք արդեն, իսկ ինչ վերաբերվում է այս արտահայտությանը, որ այնտեղ Աբրահամի համաձայնագրերի մասին, որպեսզի պատկերացնում է, դրա հիմքը դրեց Դոնալդ Տրամփը դեռ իր առաջի պաշտոնավարման ժամանակ, որ փորձեց ինքը նորմալ հարաբերություններ հաստատի Իսրայելի եւ որոշ արաբական երկրների հետ։ Եվ 2020 թվականին, այսինքն իր պաշտոնավարման վերջի տարվա ընթացքում երկու հատ նման փաստաթուղթ ստորագրեց, երրորդի հետ բանակցություն վարեցին Արաբական Միացյալ Էմիրությունների հետ եւ Բահրեյն որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, այդ ամբողջը վերաբերվում էր Իսրայելին եւ փորձում էին, որ դրանով ցույց տալ, այսինքն որ իրանք այդ ուղղությամբ աշխատանք են տանում հուդայականության եւ մահմեդականության հետ կապված ընդունելի Աբրահամի նահատի ձևով փորձում էին այդ ամեն ինչը ցույց տալ, որ այսքան կարեւորվում է երկուսի կողմից։ Հիմա արդեն դա ուզում են տարածել, նաեւ ոչ թե արաբների հետ կապված պայմանավորվածությունների, այլ արդեն Ադրբեջանի հետ կապված, sense ախպերություն է, էլի, Ադրբեջանը, Իսրայելը եւ արդեն բնական Ամերիկան, որ բարբերաբար Ալիևն ասում էր, որ Տրամփի վարչակազմի հետ աշխատել ենք։ Սա մեզ իրոք պետք է մտահոգի, ու բարբերաբար խոսել ենք այդ մասին։ Եվ Ադրբեջանի նախագահի ագրեսիվությունն էլ նաև բխում է սրանից, որ նրանք ճնշում են գործադրում, որ ասում է ում հետ էլ Նիկոլ Փաշինյանը փորձի հարաբերությունը կարգավորի, այդ բոլոր տեղերը արդեն դեմը փակած է։ Այսինքն այսօր
ինքը Ամերիկայի հետ արդեն աշխատում է, տեսնում եք, ու առանձնապես ցույց չի տալի, որ ես եմ շահագրգռված, իրանք են շահագրգռված, ինչպես տեսնում եք։ Ռուսաստանի հետ նորմալ ինքը աշխատում է, մեկ-մեկ Իրան համաձայնությունն է ցույց տալի, բայց այսօր Ռուսաստանի, Բելարուսի նախագահը մեկ էլ Ռախմոնը հավաքված բան են զանգում են Ալիևի հետ ջերմ զրույց են անում, երեքով հավաքվել են 4-ի հետ ջերմ զրույց են անում, այսինքն իր բացակայության ժամանակ Իրան են հիշում զրուցում, այսինքն որևէ ձևով բոլոր ուղղություններով քայլերն անում է, իսկ մենք այս ուղղությամբ մեր քաղաքականությունը տեսնում եք, բացարձակ ձախողված է նրա համար, որ ասում է, եթե Ադրբեջանին չզիջենք, ինքը պատերազմ կսկսի, բայց եթե Ադրբեջանին զիջում ենք, պատերազմը ինչպես տեսնում ենք, ավելի ենք մոտեցնում։ Եվ այն էլ դա իրանք են խոստովանում, հո մենք չենք ասում, երեք ամբողջ այդ ինչ էինք ասում։ Այսինքն սա պատահական այցելություն չի, եւ այս այցելությունը իսկապես պետքա մեզ մտահոգի։ Իսկ ինչ ենք մենք համարժեք անում։ Եթե արևմուտքի հետ էլ ավելի գործնական քայլեր չենք անում, ինչպես տեսնում ենք, չենք անում, որպեսզի մենք գոնե իմանանք, լավ, ի վերջո ումից ենք մենք ակնկալում, որ գոնե մեր անվտանգության հետ կապված երաշխիքներ կունենանք, գոնե Եվրամիության ակտիվ պետությունների հետ, գոնե Ֆրանսիայի հետ բավարար է արդյոք մեր ակտիվ գործընկերությունը, որպեսզի վստահ լինենք, որ գոնե առայժմ քանի իրավիճակը սենց խառնա, Ադրբեջանը ագրեսիայի չի գնա, ինքը ամեն օր ուզում է ցույց տա, որ Հայաստանն է դեմ այդ ագրեսիայի։ Հայաստանն է դեմ խաղաղությանը, որովհետև ինքը չի համաձայնում սահմանադրություն փոխել։ Մի բան հաստատ գիտի 2 տարուց շուտ չի լինելու, այսինքն ուզում ասի, այս 2 տարվա ամբողջ մեղքը ընկնում է Հայաստանի վրա։ Բայց ով մեզ մտցրեց այդ փակուղի։ Նիկոլ Փաշինյանը, որ սկզբից ասեց, եթե սահմանադրությունը չփոխենք, ցլերը մեր վրա կհարձակվեն։ Տեսա, որ դա ոնց վատ ընդունվեց ժողովրդի կողմից, հիմա այդ նույնն է անում ուրիշ ձևով։ Էլի այդ ցլերի պատմությունը մենք լավ հիշում ենք, փորձում է ցույց տա, որ մենք ենք փոխում սահմանադրությունը, հիմա արդեն խոստովանում է, որ դա պետք է լինի տարածաշրջանային սահմանադրությունը։ Հիմա արդեն հասկանում եք, թե ի վերջո մենք որն է մեզ համար այդ անվտանգության։ Այն դեպքում, երբ որ շատերը որ ասում են պետք է զինվենք, իհարկե պետք է զինվենք ու ճիշտ է։ Դա էլ Ադրբեջանն ասում, դա էլ անում եք, որին վրա հարձակվեք։ Քանի դուք զինվում եք, ես հիմք եմ ունենալու ձեր վրա հարձակվեմ, որովհետև դուք արդեն նախապատրաստվում եք հարձակվելու։ Մենք գիտենք, որ Փաշինյանը Ադրբեջանի վրա հարձակվող չի, բայց ամենայն դեպս ինքը այդ առիթը օգտագործում է։ Եթե Ֆրանսիայից էր զենք ենք վերցնում, կարանք նաև մտածենք, իսկ Ֆրանսիայի հետ կարողանում ենք մեր գործընկերությունը այն մակարդակի բերենք, որ գոնե մեր անվտանգության հետ կապված խնդիր չունենանք, մինչև տեսնենք նոր աշխարհակարգը ինչ է ալնում։ Հասկացանք, Տրամպին չի հաջողվի այն աշխարհակարգը ուժեղների մեջ աշխարհը բաժանել։ Դա պարզ է, բայց այդ ընթացքը մինչև այդ ամեն ինչը երևա, որ չհաջողվեց, ինքը փոխեց իր քաղաքականությունը, ոնց որ տեսանք, ասում է պատերազմը կդադարեցնում, հետո ասում է կատակ է ան։ Քանի տենց կատակ արել նախընտրական, որ հետո արդեն այդ ամեն ինչը կյանքի չի կոչվել։ Մեջօրտնյակի երկրները Ռուսաստանին սպառնում են նոր պատժամիջոցներով եւ եթե Կրեմլը չհամաձայնի հրադադարի, եթե մեջօրտնյակի անդամները Ռուսաստանին կոչ են անում համաձայնել հրադադարին հավասար պայմաններով եւ ամբողջությամբ իրականացնելն այն, ասվում է փաստաթղթում։ G7-ի երկրները միաժամանակ ընդգծում են Ուկրաինայի համար հուսալի անվտանգության միջոցների երաշխավորման անհրաժեշտությունը։ Ուղղակի հիշենք մեծյոտնյակի երկրները, եվրոպական 4 հզոր պետությունները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, արևելքից Ճապոնիան, իսկ արևմուտքից էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Կանադա։ Այսինքն Կանադան մեծյոտնյակի անդամ է, որը որ Դոնալդ Տրամպը համարում էր, որ պետք է դառնա 51-րդ նահանգ։ Այն ծանրաբեռնվածությունը ու այն բեռը, որ բոլոր առումներով Կանադայի վրա կա։ Ու սա ընդհանրապես տեղերից մեկն է, որտեղ ինքը ներկայացված է, այն մնացածը պարբերաբար թվարկել ենք։ Եվ ինչ ասեմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, գրել է. Այսօր ես խոսեցի համաշխարհային առաջնորդների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Ուկրաինայում արդար եւ կայուն խաղաղության հաստատմանը։ Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա բանակցությունների սեղանի շուրջ նստելու հարցում, նշել է Սթարմերը։ Իդեպ տեսնում եք, որ Եվրոպան չի հրաժարվելու, անգամ Եվրամիությունը հայտարարեց կպայմանավորվեն զինադադար, թե չէ մենք զինելու ենք Ուկրաինային, պատահական չի, որ իրանք նաև այդ զինելով, մենք խոսել ենք դրա մասին նորից ամբողջը չկրկնեմ, թե իրանց համար ինչպիսի շեշտակի հաջողություն կարող է լինել
երբ որ ռազմական ծախսերն անեն, դա որոշակի կոմպենսացիայով այդ խնդիրը լուծեն, որոշակի ռեժիմներ Եվրամիությունը հաստատի, որի պարագայում իրանք կարողանան իրանց տնտեսությունը ոտի կանգնեցնել եւ հանել ճգնաժամային իրավիճակներից, որը որ իրանք չեն խոստովանում, որ իրոք ճգնաժամային իրավիճակ կա։ Եվ այս պարագայում բնական է իրանք շարունակելու են դա անել, առավել եւս երբ որ մենք միամտաբար մեզ ասում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանը մեզ չօգնեց, որովհետև մենք մեզ վատ էինք պահել։ Այ մենք լավ չէինք Ռուսաստանի հետ, դրա համար ինքը մեզ չօգնեց, դրա համար այդ դրոններով Ադրբեջանը հարձակվում էր, էս երանում են երանում։ Նախ Ռուսաստանը հետո էլ ասեց, բայց չեմ պաշտպանել, որովհետև Արցախը չէր մտնում կազմը, Ադրբեջանի կազմում էր ճանաչում ինքը, մոռանալով, որ այնտեղ Հայաստանի զինվորներն էին կռվում, որի հետ ինքը փաստաթուղթ ուներ ստորագրած ռազմավարական դաշնակցային, բայց դա էլ դնենք մի կողմ։ Հիմա այս փուչիկն էլ պայթեց, չէ՞ ժողովուրդ ջան։ Լավ, մենք մեզ վատ էինք պահել, դրա համար դու չէիր պաշտպանում մեզ հակաօդային պաշտպանության համակարգով։ Բա Ռուսաստանի եվրոպական ամբողջ տարածքները իրանք էլ բոլորը վատ են պահել, որ 3 տարի անց է, դեռ Ռուսաստանը չի կարողանում Ուկրաինայի արտադրության անգամ դրոնների դեմ առնի, չի կարողանում Ուկրաինայի արտադրության հրթիռների դեմ առնի, որոնք ուղիղ նշանառությամբ խփում են Ռուսաստանի տարածքներին առնվազն 1000 կիլոմետրի վրա։ Սա ինչի մասին է խոսքում։ Այս խորը թյուրիմացությունը, որ մեզ ներկայացել են, որ եթե մենք մեզ լավ պահենք, Ռուսաստանը մեզ կպաշտպաներ։ 3 տարվա մեջ Ուկրաինան պատերազմի մեջ ներքաշված, այդ խառը վիճակի մեջ, այդ տարածքների մի մասը օկուպացված, պատկերացնում եք ստեից ընդեղից նկուղներում բան արտադրելով այսօր դրոնը արտադրում եւ հարվածները հասցնում Ռուսաստանը մենակ ներկայացնում է որ պատկերացնում եք այսքան դրոն խփեցինք բա քանիսը տեղ հասավ եւ ինչ բերեց ձեր հակաօդային պաշտպանության համակարգի գլուխը 1000 կիլոմետր թռնելով դուք պետք է Հայաստանում պահեիք որ թռնում էր մի քանի տասնյակ կիլոմետր Այսինքն սա էլ հերթական խաբեություն է ժողովուրդ ջան, որպեսզի իմանաք եւ մեզ լավ կամ վատ պահելը ոչ մի նշանակություն չունի։ Իրանք սկի իրանց տարածքը չեն կարողանում պահել։ Մի բան ես որ ձեզ ասեցի, որ անպայման երեք չհասցրեցի վաղը կանրադառնամ, երբ որ Գրենլանդիայի հետ կապված նորից ասենք Դոնալդ Տրամպը որ ասում էր, որ անպայման պետք է նորից մտածենք, անեքսիայի ենթարկենք, օկուպացնենք, այս անենք, եւ դա արդարացված էր համարում։ Միլիարդներ խոստացան ամեն ինչ արեցին, բայց մարդիկ դեմ եղան, հրաժարվեցին այդ հարցում Ամերիկայի Միացյալ Նահանգների գիծը բռնել։ Մարտի 11-ին էր այդ ընտրությունները, ուղղակի ես կարճ ներկայացնեմ, որ փաստորեն նույնիսկ այդ ծավալի աշխատանք էին տարել հաթաթ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ընտրությունը մասնակցում էին։ Ամերիկան մարդիկ էր ուղարկել, էլ ամեն ինչ հրապարակ համ վախացնում էր, որ կօկուպացնենք, համ էլ գայթակղում էր միլիարդներ տալով, համ էլ հաթաթ աշխատում էին, դավաճան էին մանգալի, որոնք որ Ամերիկայի կողմը կանցնեն, ու տենց է չհաջողվեց։ Այս սա ես ուզում եմ ասեմ, որ պատկերացնեք, բայց եթե ժողովրդավարական Ամերիկան տեսնում ես, որ չի հաջողվի, նույնիսկ այդ մեթոդներով ոնց ես ասում կգնամ կգրավեն։ Այսինքն այդ ամերիկյան արժեքն ենք ասում, որ Տրամպը վերադառնա, թե ինչ արժեքներով է աշխարհին ներկայացել Ամերիկան։ Ուրեմն ժողովրդավարություն կուսակցությունը, որը ցանկանում է Դանիայից աստիճանական անցում կատարել դեպի անկախություն, ստացել է ձայների մոտ 30%, բայց ակնհայտորեն մասնագետներն ասում են, որ այդ անկախությունը հնչեցնում են լավ է հնչում, բայց դուրս չեն գալու, որտեղ իրանք դժգոհ չեն այն ինքնուրույնությունից, որ ունեն, եւ գոհ են այն աջակցությունից, որ իրանք բյուջեի կեսը Դանիանա տալի, բայց իրանք ասիմիլացնելու նպատակ չունի, իրանց մարդով տալ մարդականակով իրանց ինքնությունը վերացնելու բացարձակ ցանկություն չունի։ Մի բան, որ Ամերիկան շատ հանգիստ կարող էր անել, որովհետև Ամերիկայում տիտղոսային ազգ չկա, ինքը հանգիստ կարող էր տանել միլիոններով մարդիկ տեղավորել կամ բիզնես դնել, էս անել եւ ընդհանրապես այդ ժողովուրդը արդեն որպես այդպեսին գոյություն չունենար։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սերտացման կողմնակից կուսակցությունը 25% ձայն է հավաքել, այն դեպքում երբ որ այդ հարաբերությունը սերտացնել չի խոսում հարակվե անենք, միանանք Ամերիկային իշխող ուժը եւ իրան հետ բանը դաշնակցային ուժը երկուսով իրար հետ մեկը 21%, մեկը 15%։ Ու էական չի թե ասենք արդյունքում ինչ ուժ կձևավորվի
գործողները կկարողանան կոալիցիայով իրաց պահեն, թե մյուսները կձևավորեն, որևէ մեկը նպատակ չունի Ամերիկային միանալու, հանրաքվե անցկացնի եւ միանա։ Այս սա է նաեւ այն, որը որ ցույց տվեց, որ եթե հարգում է ժողովրդավարությունը, այդ ժողովուրդը իր ընտրությունը կատարել է։ Եվ պատահական չի, որ մինչև ընտրությունը վարչապետը, որ կարող է առայժմ փոխվի կամ եթե նայած թե ինչպիսի կոալիցիա կանեն, Մուտե Էդեգեն ինչ էր ասել։ Ամերիկյան կողմը պետք է հասկանա, որ Գրենլանդիան չի վաճառում եւ նրա ապագան կորոշեն կղզու բնակիչները։ Մենք ամերիկացիներ չենք եւ ոչ էլ դանիացիներ ենք։ Մենք գրենլանդացիներ ենք եւ սա այն է, ինչ պետք է հասկանան ամերիկացիներն ու նրանց ղեկավարությունը։ Մենք չենք վաճառվում եւ դուք չեք կարող պարզապես վերցնել կղզին։ Գրել է վարչապետը ու հավելել. մենք ինքներս ենք որոշելու մեր երկրի ապագան։ Հիմա ես ինչի համար եմ սա ասում։ Գրենլանդիայի տարածքը 2.166.000 քառակուսի կիլոմետր, դա բավական լուրջ տարածք է, ընդամենը 56,000-ից մի քիչ ավելի լավ 57,000 բնակիչ։ Այդ մարդկանց կազմը 90%-ը հենց էթնիկ գրենլանդացիներն, այսինքն գրենլանդական էսկիմոսներն են, որ իրանց լեզվով ասած կալալիտներ, էլի, մնացածը եվրոպացիներ են։ Հիմա այս մարդիկ Գրենլանդիայում ապրում են։ Իրանց մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, հիմա եթե այսպես նայենք, ասենք $37,000 է, չէ՞։ Հայաստանը մոտարապես 5,000 մի քիչ ավել։ Եվրամիությունում 34,000 է միջինացվածը։ Իրանցը միջին եվրոպական ցուցանիշից բարձր է։ Եվրոպական մի շարք երկրներ կա, որ համախառն ներքին արդյունքը Գրենլանդիայից ցածր է, ժողովուրդ ջան։ Մի քանի երկիր է, որ Իրանից բարձր է։ Հա հասկացանք, ԱՄՆ-ում համարենք համարյա կրկնակի ենթադրենք ավել է։ Բա Ռուսաստանում էլ մի 4 անգամ պակաս է։ Չի ուզում Տրամպը Ռուսաստանին ոտի կանգնացնի, այտենց խեղճ վիճակում չապրի։ Գնա այդ մարդկանցից հավաքի փողերը, իրանց հանքանյութերը վերցնի, հետո իրանց ասի դուք լավ եք ապրելու։ Ակնհայտ է, չէ, որ իրանք իրանց քաղաքացիությունը, իրանց ինքնությունը կկորցնեն, եթե նահանգ դառնան։ Իրանք դա հրաշալի հասկանում են, թե չէ ինչ է նշանակում մնանք ավելի լավ Դանիայի տիրապետության տակ լայն ինքնավարությամբ, քան Ամերիկայի նահանգ դառնանք, որտեղ Ամերիկայի նահանգ դառնալով իրանք որպես գրենլանդական էսկիմոսներ ուղակի կվերանան։ Այդ ամեն ինչը իրանք հասկանում են։ Այսինքն մի բան, որ ասենք Դոնալդ Տրամպը չի հասկանում, որ այսինքն պետությունը դա խանութ չի, որ ասես քո առանձին կրպակը այդքան լավ չի աշխատի, ինչքան բերեք մեր սուպերմարկետի մեջ քեզ տեղ տանք, դու արի միացի, մեր տանիքի տակ ավելի լավ կլինի։ Ուղղակի պետությունը խանութ չի, նա չի ուզում իր պետությունն ու ազգային ինքնությունը վերանա, շատ բարդ բան է բիզնեսմեն Տրամպին բացատրելը, ահա որ դժվար բան է, բայց ստիպված պետք է ինքը հաշտվի այդ մտքի հետ, էլի որ մարդիկ իրանց պետությանը վերաբերում են որպես ազգային արժեք, ժողովուրդ ջան։ Իդեպ էսկիմոսների հետ կապված մի հին պատմություն կարող ակի ասեմ, մեր Անաստաս Միկոյանը որ ունեինք, որը խորհրդային միությունում լավ էլ ճարպիկ պաշտոններ էր զբաղացնում, որպես շատ լավ առևտրական էին իրան ներկայացնում, շատ տեղեր ինքը կարողանում էր խորհրդային միության համար լավ առաջավոր բաներ բերեր, իրան ասում են նա ինքն հենց ճկուն հմուտ մասնագետ է առևտրի, որ կարող է էսկիմոսներին համոզի, որ իրանք սառնարանների խիստ կարիք ունեն, էլի էսկիմոսները սառնարան վաճառի, այդ ուզում էին, ասենք ցույց տային, որ ինչ աշճանի հմուտ է ինքը, որ կարող է այդ ձմեռվա պայմաններում ապրող էսկիմոսները սառնարան վաճառի։ Իհարկե դա խորհրդային միության ժամանակ էր տենց բան դիպուկ հնչում, հիմա մենք նաև հասկանում ենք, որ սառնարանը նաև օգտագործում են, որ շատ սառն է ալում, հանկարծ միտքը չզրտարվի կամ բանջարեղեն, էլի սառնարան օգտագործում են բալանսը պահելու համար։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է. Իրանի ռեժիմը շարունակում է օգտագործել երկրի հսկայական նավթային ռեսուրսներից ստացված եկամուտները առաջ մղելու իր վտանգավոր նեղ անձնական շահերը ի հաշիվ Իրանի ժողովրդի։ Այսինքն նորից հերթական սանկցիաներն են նավթային ընկերությունների նկատմամբ ցանկանում կիրառել, էսա այն ֆոնին, երբ որ արդեն նամակը տեղ է հասել Դոնալդ Տրամպի, հասել է Իրան, եւ ինչի համար եմ դա ասում, որովհետեւ Իրանն էլ հիմա պատրաստում է մեկուսացումից դուրս գալով հակահարված տա։ Մենք դա էլ պետք է հասկանանք, չէ՞, մեր հարևանը ինչ է անում, որով պայմանավորված նաեւ մենք պատկերացնենք մեր ռեգիոնը ինչ վերադասավորումների կենթարկվի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն այս ֆոնին նշել է. մենք բախվում ենք խնդիրների, երբ կորցնում ենք մեր ակտիվները։
Ցանկացած ժողովուրդ, որը կախված է իր նյութական արժեքներից, մի օր կկործանվի, եւ այդ պատճառով մենք պետք է նայենք մարդկային կապիտալին, արտադրողներին, արվեստագետներին, վաճառականներին եւ գիտնականներին։ Եթե մենք չխոչընդոտենք նրանց գործունեությանը, սպառնալիքներն ու պատժամիջոցները ոչինչի չեն հանգեցնի։ Ամերիկան ճնշում է մեզ վրա, քանի որ մենք մեզ կախվածության մեջ ենք դրել նավթից եւ գազից։ Եթե մենք արվեստ ենք ստեղծում եւ արտադրում, ոչ մի ուժ մեզ չի կարող կասեցնել։ Ես սա ուղղակի նաև ասի ինչի համար։ Բացի այն, որ մենք նայենք մեր հարևանն ինչ անում, տեսեք ինչ է ասում։ Նավթ ու գազ ունեցողը ասում է ժողովուրդ ջան, դա հեչ է, կարաս դրանով կարաս պետությունը կործանման տանես, եթե դու կախված ես դրանից։ Արժեքներ ստեղծի, մշակութային արժեքներ, գիտակրթական արժեքներ։ Այսինքն այն, որ Հայաստանը միշտ ասում է նավթ չունենք, գազ չունենք, բայց ունենք ինտելեկտուալ պոտենցիալ, հիմա մեզ սաղին դարձրին խոպանչի երկրի ներսում ու դրսում։ Այն դեպքում, երբ որ Իրանի պես պետությունը 1.650.000 քառակուսի կիլոմետր տարածքով, 90 միլիոն մոտ բնակչով, որտեղ պատահական բահը բիտեղ մի քիչ խորը խփես, ցանկացած հանածո դուրս կգա, ցանկացած, քար, ինչ ասես, ամեն ինչ։ Այդ երկիրն ասում է, այդ ամեն ինչը ոչինչ է ինտելեկտուալ պոտենցիալի դեմ, մշակույթ ստեղծողի դեմ։ Մենք սխալ ճանապարհով ենք գնում։ Իսկ հիմա դուք հասկանում եք ինչ է նշանակում, որ Հայաստանը այդ խնդիրները կարող է լուծել, այլ ոչ թե մտածել, դե եթե նավթ չունենք իրանց հետ ոնց մրցակցենք։ Նավթ ունեցողը դժգոհում է, որ խելքները նավթին եք տվել, եւ դա ասում է նրա նախագահը, բայց սա մեզ համար ուղեցույց չի։ Թեհրանը պաշտոնական նամակը արդեն ստացել է ԱՄՆ Դոնալդ Տրամփից, խնդրելով բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այդ մի շաբաթում հազիվ եկել հասել է։ Նամակն Իրանի արտաքին գործերի նախարար Արաքչիին է փոխանցել Արաբական Միացյալ Էմիրություններից։ Ինչի եմ ասում, որ մինչև այդ նամակը գալը արդեն այդ բովանդակությունն ասել էր ու արդեն սկսել էին ճնշումները, սանկցիաներն ավելացնել ու Իրանին կոտրեն։ Իսկ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ինչ ասել Իսմայել Բաղային, դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք ուղղված են երկրի նավթային հատվածի դեմ։ Իրանի դեմ նոր պատժամիջոցները վկայում են այն մասին, որ ԱՄՆ անտեսում է օրենքը, իսկ նրանց բանակցությունները ոչ այլ ինչ են, քան խաբեություն, ասել է Բաղային։ Եվ բացի դրանից Իրանի հոգևոր առաջնորդներ այս վերջերս նորից էլի մի անգամ եւս անդրադարձավ Այաթոլլահ Ալի Խամենեին, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հայտարարության առայն, որ իրենք Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ձեռք բերել, հայտարարել է Իրանը իսկապես ցանկություն ունենալու դեպքում կարող է միջուկային զենք ստեղծել առանց ԱՄՆ-ի համաձայնության։ Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք արտադրել, Ամերիկան չէր կարող մեզ կանգնեցնել։ Պատճառը, որ մենք չունենք միջուկային զենք, այն է, որ մենք ինքներս չենք ցանկանում այդ տեսակի զենք նախկինում նշված պատճառներով, ասել է Իրանի գերագույն առաջնորդը։ Խոսելով ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքների մասին, Խամենեին նշել է, որ հարվածելու եւ պատերազմ սկսելու սպառնալիքը միակողմանի խնդիր չէ։ Եվ Իրանը ունակ է պատասխան հարված հասցնել եւ անպայման կանի։ Եթե Ամերիկան եւ նրա գործակալները սխալ քայլ կատարեն, ավելի ուժեղ հարված կստանան։ Իհարկե մենք պատերազմ չենք ցանկանում, քանի որ պատերազմը լավ բան չէ, բայց եթե ինչ որ մեկը քայլեր ձեռնարկի, մենք վճռական կպատասխանենք, ասել է Խամենեին։ Իրանի հեղափոխության առաջնորդի խոսքով ԱՄՆ-ն տնտեսության, արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, սոցիալական հարցերի եւ այլ ոլորտներում թուլանում է եւ չի կարող ունենալ այն հզորությունն, որ ուներ 20-30 տարի առաջ։ Այս սա է, ինչի մասին խոսում ենք, որ Ամերիկան իր դիրքերին է կորցնում։ Հիմա այն մեկուսացման մեջ վախվորած Իրանը, որ ասում էր, հայ հանկարծ Իսրայելը չխփի, Ամերիկան մտածում է Ռուսաստանից ոնց հակաօդային պաշտպանության համակարգեր բերի, ամեն օր խոսում էր, որ հարվածելու են, հիմա արդեն ասում է, տեսեք ինչ կարաս անես, լավ դու քո քաշին նայի, այ դու առաջվա կշիռը չունես, արդեն Իրանն է այդպես խոսում։ Եվ պատահական չի, որ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչները համատեղ հայտարարության մեջ Պեկինում իրանական միջուկային խնդրի շուրջ կայացած հանդիպման արդյունքներով ասվում է։ Արդեն տեսեք, բայց մեկուսացած Իրանն է, Չինաստան, Ռուսաստան, Իրան։ Կողմերը պայմանավորվել են աջակցել ամրապնդել համակարգումը բազմակողմ հարթակներում եւ այնպիսի միջազգային կազմակերպությունում, ինչպիսիք են BRICS-ը եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը։ Մամուլի ասիլուսում հայտարարել է հանդիպումը նախագահող Չինաստանի փոխարտգործնախարարը։ Համատեղ հայտարարության մեջ նրանք ընդգծել են նաեւ բոլոր անօրինական միակողմանի պատժամիջոցների վերացման անհրաժեշտության մասին, այսինքն Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը, ում դեմ է այդ պատժամիջոցները, նաեւ Իրանի դեմ, Ռուսաստանի դեմ, Չինաստանին է սանկմանը,
սակագները բարձրացնելու հետ կապված մաքսատուրքեր են ներողություն։ Երկրների ներկայացուցիչները նշել են, որ շահագրգիռ կողմերը պետք է պարտավորվեն լուծել ներկա իրավիճակի հիմնական պատճառները եւ զերծ մնան պատժամիջոցներից, ճնշումներից կամ ուժի սպառնալիքներից։ Նրանք ընդգծել են, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը հարցի միակ գործնական լուծումն է, կոչանելով համապատասխան կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կսկսի իրավիճակը եւ կխաթարի դիվանագիտական ջանքերը։ Հայտարարության մեջ նաեւ ընդգծում է, որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը պետք է լիովին հարգվի։ Ինչպես տեսնում եք, Իրանը շատ լավ էլ այդ մեկուսացումից դուրս եկավ, շատ լավ էլ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացրեց, այն ծրագիրը, որ Ամերիկան ուներ Ռուսաստանին պոկել Չինաստանից, որ Չինաստանին մենակ թողնի, դա պարզապես ջախջախվեց դեռ նույնիսկ կյանքի չկոչված։ Արդեն իրանք էլ հասկացան, որ դա չի աշխատելու։ Ռուսաստանը երբեք Չինաստանի դեմ դուրս չի գա։ Չինաստանը լրիվ կլանել է Ռուսաստանին, չափերի վրա չխաբվեք, ուղղակի Ռուսաստանի ես դրա համար եմ ասում, դա գործընկերություն չի, Չինաստանը արդեն Ռուսաստանի շալակին է։ Եվ այդ պարագայում մտածել դրա մասին, որ կարելի է նրանց տարանջատել, ուղղակի անհնար է։ Ընդհակառակը, Չինաստանը, ինչպես տեսնում եք, բոլոր տեղերը լավ էլ ներգրավված է, բոլոր տեղերը, բոլոր ծրագրերի մեջ ինքը լրիվ աշխատում է թե Իրանի հետ, թե Ռուսաստանի հետ, թե Մերձավոր Արևելքում, դրա մասին էլ մենք խոսեցինք, եւ դրա համար այս նոր իրավիճակի հետ կապված մենք պետք է նաեւ մեր անելիքները պատկերացնենք, իհարկե այս ամեն ինչը որ ասեցի, Նիկոլ Փաշինյանը բանախոսությամբ դե մեր մասին էլ որ ասենք, դա մեր մասին էլ ասեցի, թե ինչ է կատարում մեր շուրջ, բայց ինքը դե ինչ պետք է աներ, ինքը բանախոսությամբ հանդես է եկել, կրթվել է նորաձև է, այդ ուղղությամբ ես չգիտեմ ճիշտն ասած, տենց է չհասկացա, թե կրթվելու ինչն է նորաձև 1600 տարի առաջ տարեր ունեցող երկրի համար, բայց ոչ ճիշտ, դե մի տենց են որոշել, տենց է, բայց ուղղակի ուզում եմ մտածեմ, բայց որ Նիկոլ Փաշինյանը ինքը որ դա նորաձև է դառել, ինքը հասկացել է, բայց ինքը ինչի է տենց հետա մնացել, հիմա ինքը կրթված է, հերիք չի կրթված է, մի հատ էլ թե ինչպես կարելի է անկիրթ ձևով վարչապետ լինել, դա պրոպագանդում, որ Ժորժ ջան, Հայաստանը կրթվել պետք չի, որտեղ կարող է կրթվես ու պաշտոն չունենաս, կարող է կրթվես եւ քեզ որևէ տեղ աշխատանք չտան, կարող է կրթվես եւ ինքդ քեզ թույլ չտաս որևէ բան ուզես, որովհետեւ դրա գինը պետք է լինի արդարացնես Հայաստանի զիջումները։ Հիմա տեսնում եք, չէ՞, բարձր պաշտոններն ու փողերն ովքեր են ստանում, նրանք ովքեր արդարացնում են Հայաստանի զիջումները, իրան հարգող մարդը այդ գնով պաշտոնի կգնա կամ այդ գնով փող կաշխատի, իհարկե չէ, բայց դրա համար էլ նշանակում է կիրթ մարդկանց համար Հայաստանում տեղ չկա, այդում եք պրոպագանդում, որ կրթվելը նորա, այսինքն որ ինչ եք անելու, որ մարդիկ կրթվեն, որ ինչ անեն, քիչ կիրթ մարդ ունենք, որոնք որ ընդհանրապես դուրս են մնացել պրոցեսներից միայն մի պարզ պատճառով, որ իշխանությունն ընկել է անկիրթների ձեռքը, անհայրենիք մարդկանց ձեռքը, ու փողի համար ամեն ինչի համար կարան ամեն ինչ վաճառեն, ամեն ինչ, եւ մարդիկ ընդունեն իրանց ազգուտակով, ասեն պաշտպանեք Փաշինյանին, պաշտպանեք ձեր ունեցվածքը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ոնց է իշխանությունը, պանտեն չէ։ Բոլորին բերել այդ պաշտոնները տվել, ասում ուզում եք այդ պաշտոն ունենաք, ատամներով պահեք իմ իշխանությունը, կպահեք իմ իշխանությունը, կշարունակեք փող ստանալ, չէ, գնացեք, ձեզ ով պետք է փող տա։ Ինչին կարող է հանկարծ ձեզ գործից որ հանեն, կարող է գնաք միտեղ գործ ճարեք աշխատեք, պարզավոր չէ։ Այսինքն դուք մենակ կարաք պետական պաշտոն Նիկոլ Փաշինյանը գովող աշխատեք, ուրիշ ինչ կարաք աշխատեք։ Այս է վիճակը, որը որ մեզանից պահանջում է շատ ավելի զգոն լինել եւ շատ ավելի ստապ եւ պատրաստ լինել առաջիկա որոշակի զարգացումների ժամանակ համարժեք արձագանքելու իրավիճակին։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, ստեղ մեկ լայք կոճակը Բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։